Պարոն Սարգսյան, ինչ եք առաջարկում դուք։ Հիմա երբ այս պատկերը ունենք, երբ հնարավոր է նաև դաշնահաշվարկի արդյունքում էլ պահպանվի այս պայքարը, իշխանափոխության ինչպես հասնել, փողոցային պայքարով, ընտրություններով տեսանք, որ չի ստացվում։ Լսեք, նախ երբ որ մենք խոսում էինք ընտրություններից առաջ, որ այս մարդիկ գործարքի են գնալու կամ երբ որ վերջի հեռուստաբանավեճում հարց էի տալիս երիտասարդին, Նարեկ Կարապետյանին, արդեն պատկերը պարզ էր, որ նրանք չեն հաղթելու եւ այդ բանավեճներն է ՔՊ-ի քարոզարշավ էր եւ հարց տալ ՔՊ-ին դա նրանց քարոզարշավը կատարելն էր եւ այդ թիմը չհասկացավ, որ մենք պետքա անտես էինք Փաշինյանի եւ միմյանց հարց տանք, այդ ժամանակ կլիներ շատ ուժեղ հիասթափություն, բայց այնտեղ ամեն մեկը ինքնա դրսևորվում էր իբր հարցեր տալիս Փաշինյանին, ես մի քանի անգամ նույն հարցը տվեցի Նարեկին, ասի, եթե պարոն Կարապետյան, եթե պարտվեք, ինչ եք անելու, հարցի պատասխանը չեկավ, Քոչարյանը այնտեղ ասում էր, հեղափոխություն եմ անում, ու այս ազգը չի հասկացել, որ այս գործիչները այդ մի ամսվա մեջ են տղամարդ դառնում, հետո կորում են, այդ մի ամսվա մեջ կանգնում են, էլ համբալ, էլ ոչնչացնելու ենք, էլ հեղափոխություն ենք անելու, ու հարցի լուծում չկա, գնում են նույն պատկերը, impeachment, 5 տարի impeachment, հիմա տեսեք, եթե նրանք հավատային, որ փողոցով կհաղթեին, փողոցը ժողովուրդը դեգրադացիայի է ենթարկվել, ոչ իշխանությունը, ոչ այս մյուս կողմը, եթե համերգ չեն կազմակերպում, փողոց չեն կարում հավաքեն, մի հատ էլ փող են տալիս, տեսեք, միջազգային պրակտիկան իշխանության կողմից այդ վերջի հանրահավաքը հասկանալի է, բոլոր իշխանությունները դա են անում, դա նշան է, որ լինելու է կեղծիքներ, եւ որպեսզի այդ կեղծիքները չերևա, աշխարհին ցույց են տալիս, տեսեք, մենք սատարողներ ունենք, բայց ինչ վերաբերում է այն մյուս կողմից, որ հիմա եթե հավատանք ձայնագրություններին, հա փողով մարդ են բերում եւ նրանք հասկանում են, որ այդ փողով մարդիկ ամենաշատը 2-3-4 ժամ մնալու են ու գնան։ Այսինքն այդ փողոցը, որ նրանք գոնե պետքա մի օր, 5 օր պահեն, չեն պահելու։ Մենք առաջարկում ենք նրանց իհարկե մանդատները չվերցնել, այս իշխանությունը ինքնաոչնչանա, լավ ամենաշատը 6 ամիս նոր ընտրությունները, 6 ամիս էլ չեն ձգի նրանք, էլի 2-3 ամսվա մեջ պետքա նոր ընտրություններ եւ ժողովուրդը արդեն հասկանա, այսինքն եթե նոր ընտրություն լինի, ամբողջ քաղաքական դաշտը փոխվել է եւ նրանք էլ հասկանան, որ այդ փողով բերելով, մեր վրա կեղտ գցելով, թե մենք ոչ ուղակի, հա, իրանց բլոգերներով, որ մենք իբր եթե նրանց խորհուրդ ենք տալիս կամ քննադատում ենք, մենք Նիկոլ ենք հասկանում եք, ամբողջ դաշտը պետքա փոխվի։ Եվ մենք երբ որ նրանց ասում ենք Նիկոլ Փաշինյանի Աքիլեսյան գաղշապարը դա անդիմությունն է, դուք անդիմափոխության ձգտեք, ոչ թե իշխանափոխության, նրանք ասում են, պարոն Սարգսյան, այս Նիկոլ Փաշինյան է քարոզում։ Պարոն Սարգսյան, եւ հետաքրքիր է նաեւ, որ այդ մեղադրանքը ուղղեցին ձեզ նաեւ ձեր նախկին թիմակիցները։ Սա ինչով է պայմանավորված։ Նրանք նշում են, որ ձեզանից հեռացան այն պատճառով, քանի որ դուք իշխանության թեզերն եք պաշտպանում, Նիկոլ Փաշինյանին եք պաշտպանում։ Ասում են Նիկոլ Փաշինյանի գաղափարագիծն է Նիկոլ Փաշինյանի մարդն է, եթե այսպես ձևակերպենք։ Մեկ թիմակից, հա, ոնց որ այդպես բան ասել, թիմակիցներ եք ասում, ոնց որ մեկ թիմակից, հա։ Թիմակիցները։ Ո՞վ է, երկրորդն ո՞վ է։ Դե անուններ չտանք, ուղղակի այդ մեղադրանքները կան։ Դե հիմա թող։ Տեսեք, ես չեմ լսել, իրոք ես այդ բնավորությունը չունեմ, որ լսեմ, երբ որ թիմակիցը գնում է, ես գիտեմ, որ ինչ-որ այնտեղ հնչելաբաներ ու ցավալին է նա, որ նիստի ձայնագրությունը կա եւ հենց այդ թիմակիցը նիստի ժամանակ ուրիշ բան է խոսում։ Ինչ որ այնտեղ մեղադրանք է եղել, որ մեքենաներ, իրոք շտաբի պետը ասել է, ու ձայնագրությունն է կա, էլի, որ ով ինչ մեքենա ունի, որպեսզի ստիկերները կպցնեն, քանի որ խոսացել էինք այդ ստիկեր կպցնող կամպանիայի հետ եւ նրանց պետք էր, եթե սեդանը միայն հետևի ապակին են կպցնում, եթե SUV-ը, հա, ջիպը, հետևի այդ ոնց է կոչվում դռների հետո ապակին եւ
ամբողջ 5-րդ դուրը, հա։ Այո, եղել է ձայնագրությունը կա, ուղղակի հրապար ու կա այդ Դուք թիմակցի եք ձայնագրել։ Այո, նիստը ձայնագրվում էր, ու թիմակիցները ու կա այդ նույն թիմակցի խոսակցությունը ինքնագովազդը ղեկավարին գովալը ոնց է քննադատում 30 հոգուն, որ այս ինչ առաջարկներ եք անում, եթե առաջնորդ եք առաջարկել, ուղղակի դնենք այդ մեր արխիվի համար ունենք Նաև համացանցում Արիանա Հովսեփյանն էր տարածել, որ ձեզ ինքն է առաջ տարել սրան ինչպես եք անդրադառնում Լևոն Հարությունյանը լուր դուրս եկավ Դե Լևոն Հարությունյանը լուր դուրս չեկավ, այդ որ հիմա նշում էի Լևոն Հարությունյանին էր վերաբերում Արիանա Հովսեփյանը իրոք օգնել է մեզ եւ ես ցավում եմ որ այտենց լինում է մեկ ես չեմ լսել ճիշտ ասած չեմ լսել իրոք չեմ լսում երբ որ ինչ որ մեկը Բայց դուք ձեզ համարում եք Նիկոլ Փաշինյանի գաղափարակիցը, նրա գաղափարները գրողը, քարոզողը։ Ոչ, ես ինձ համարում եմ իրական ընդդիմությունը եւ Նիկոլ Փաշինյանի հետ ընդհանրապես կապ չունեմ եւ հող տալու հետ ընդհանրապես կապ չունեմ։ Եվ այս, որ հիմա կատարվեց, մենք տեսնում ենք ով է Նիկոլ Փաշինյանի գաղափարակիցը։ Արիանային ես գիտեմ որ ասել են ինքը հանդես է եկել որ սխալվել եմ, բայց կարող է հիմա էլ է սխալվում, էլի։ Կապրենք ժամանակը ամենաճիշտ դատավորն է, էլի։